Իրանում շարունակվող ներքին լարվածության ֆոնին ադրբեջանական մեդիայում կրկին ակտիվացել է հարավային Ադրբեջանի թեման։ Խոսքը Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում պատմական ատրպատականի տարածքում բնակվող 12-ից 14 միլիոն ազարիների մասին է, որոնց շուրջ արդեն երկար տարիներ թյուրքական աշխարհը ձևավորում է աշխարհաքաղաքական սցենարներ։ Իսկ երբ է ծագել բուն հարավային Ադրբեջանի խոսույթը։ Հարավային Ադրբեջանի, ինչքան ես տեղյակ եմ, հարավային Ադրբեջանի տերմինը որպես աշխարհագրական կամ աշխարհաքաղաքական եզրույթ կամ կատեգորիա նոր չի։ Սա երևի ունի առնվազն 30 կամ 40 տարվա անցյալ։ Արդեն երբ սկսվեց անկախացման պրոցեսը Ադրբեջանի դեպքում, ինչպես նաև զուգահեռաբար կովկասյան մյուս ժողովուրդների դեպքում, շատ մեծ ազդեցություն կար թուրքերի կողմից, Թուրքիայի կողմից Ադրբեջանի վարչակարգի վրա։ Թե ինչ նշանակություն ունի Իրանում ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը Ադրբեջանի համար եւ որն է հարավային Ադրբեջանի խոսույթը առաջ քաշելու նպատակը, ադրբեջանագետի պնդմամբ կապված է Բաքվի հերթական տարածքային նկրտումների հետ եւ չունի պատմական հիմքեր։ Ադրբեջանի Հանրապետությունում, Իրանի ձևակերպման Բաքվի Հանրապետությունում ակնկալում են, որ գոյություն ունի ինչ-որ երևակայելի միացյալ Ադրբեջան եւ նրանք կարող են Իրանի Ադրբեջանը կպցնել Ադրբեջանին ու ստանալ ինչ-որ մի պետություն նոր, միացյալ Ադրբեջան եւ այդ նախագծի մեջ նաեւ մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքը, որը որպես արևմտյան Ադրբեջան կմտնի։ Բաքվում այս խոսույթը ակտիվանում է հատկապես այն ժամանակահատվածներում, երբ Իրանում սկսվում են ներքին անկայունություններ։ Այս անգամ օրինակ Իլհամ Ալիևը Նախիջևանին Իրանի ենթադրյալ հարվածից հետո հայտարարություն արեց ակնարկելով Իրանում բնակվող ադրբեջանցիների գործոնի մասին։ Ադրբեջանին ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով ճնշելու ցանկացած փորձ կարող է հանգեցնել Բաքվի կողմից արձագանքի, այդ թվում այնպիսին, որը կազդի Իրանի ներքին կայունության վրա։ Անկախ Բաքվի ցանկություններից ու բարձրագույն հայտարարություններից, ազարիների մշակույթը մեծապես կապված է իրանական մշակույթի հետ։ Նրանք ծագել ու ձևավորվել են Իրանում, խոսել հին պարսկերենով։ 16-րդ դարում օսմանների ատրպատականը գրավելուց հետո են աստիճանաբար դարձել թյուրքալեզու, բայց ոչ սեփական կամքով։ Սուլթան Մուրադը օրինակ արգելել էր պարսկերեն խոսալը այդ ամբողջ տարածքում, Թավիզում եւ այլն, եւ որպես պատիժ լեզուները հատում էին այն մարդկանց, ովքեր շարունակում էին խոսել պարսկերեն կամ հին ավեստայական լեզվով։ Եվ այդ պատճառով շատ բռնի ճնշամիջոցների արդյունքում լեզուն փոխվեց։ Իրանի համար մշտապես զգայուն թեմա է եղել իր հյուսիսի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնությունը։ Ազարիների մեծամասնությունն իրենց համարում են իրանցիների հետնորդը։ 1940-ականների կեսերին ԽՍՀՄ միջնորդությամբ Ադրբեջանի ժողովրդական հանրապետության ձևավորումից ու փլուզումից հետո Բաքվի քարոզչության ազդեցությամբ Ադրբեջան գաղթած 10,000 ազարիների մի մասը ստիպողաբար հրաժարվեց Իրանի քաղաքացիությունից։ Ավելի քան 2000 ազարի էլ հրաժարվեց ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը եւ վերադարձավ Իրան։ Ատրպատականցիները Իրանում իրենց իրանական ասկի ավանգարդ էթնոսն են իմանում եւ պատմության մեջ ունեցել են իրենց իսկապես ավանգարդ դերակատարությունը շատ պատմական իրադարձությունների մեջ։ Թեման շարունակում է քննարկվել ինչպես տարածաշրջանային քաղաքական դաշտում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում, հատկապես Իրանում ընթացող գործընթացների ֆոնին։ Իրանի հյուսիսային նահանգներում բնակվող ազարիների գործոնը պարբերաբար հայտնվում է տեղեկատվական եւ քաղաքական հայտարարությունների կենտրոնում։ Զարգացումների հետագա ընթացքը կարող է պայմանավորել, թե որքան ակտիվ կշարունակի մնալ այս հարցը տարածաշրջանային օրակարգում։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։